Բարի երեկո, դուք դիտում եք բաց հարթակ, այսօր իմ հյուրը պաշտպան Հայրենիաց ազգային մշակութային հիմնադրամի նախագահ, պատմաբան Գագիկ Սաֆարյանն է, բարև ձեզ պարոն Սաֆարյան։ Բարև ձեզ։ Եվ այսպես մանրամասներ ներկայացրեց քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանի գործից, առհասարակ այդ ձերբակալման process-ը, այն կադրերը, որ տարածվեցին, ընդդիմությունը որակեց շոու։ Դուք վստահ եմ հետևել եք այդ կադրերին, տեսել եք եւ առհասարակ ինչպես եք որակում այս ամենը։ Ես կարծում եմ այդ գումարային առումով հիշալ գործարարի հանդեպ ներկայացված հանցակազմը կամ չգիտեմ խարդախության մեղադրանքը կամ առհասարակ ստուգումների հետևանքով ի հայտ եկած բազմաթիվ խախտումները չեն արտացոլում այն թիվը, որը դուք հիմա հայտարարեցիք։ Այդտեղ նվազագույնը մի քանի 100 միլիոն դոլարի եվրոյի հետ կապված գումարներ են, բայց չուզենալով ծանրաբեռնվել մեր հարցազրույցի ավելի բովանդակալից թեմաների ժամանակի հաշվին, ընդամենը պիտի ասեմ, որ իրավապահ մարմինները գործում են արդարության, արդարադատության, տարին ու ոգուն համապատասխան եւ այն որակումները, որը վերաբերում է խարդախությանը, ցեմենտի գործարանին, հյուսիսարավ ճանապարհին, բազմաթիվ օբյեկտների, այսպես ասած, պետության մեջ տնտեսական կայսրության ավելի քան մի քանի տասնամյակների գործունեությանը, ես կարծում եմ, ոչ մի կասկած չի հարուցում։ Անդիմության, այսպես կոչված, ձախողված, մերժված եւ տապալված անդիմության ուրեմն հոխորտանքները այլ բառերով չեմ ուզում ասել, ընդամենը ասեմ մտածածին ձայն բարբառով հանապատի ելույթները ես այլ կերպ չեմ կարող որակել, քան այսպես ասած վայնասուն ոչնչի շուրջը։ Իրենց տրամաբանությամբ ես մի անգամ ասել եմ, կարող են նաև նույն կերպ քաղաքական հալածանքի կամ քաղբանտարկյալների թեմայից այդ տրամաբանության մեջ դիտարկել նաև Գագիկ Խաչատրյանի, Աղվան Հովսեփյանի, էլի տարբեր մարդկանց, քրեա օլիգարխիկ բազմաթիվ ուրեմն ոլորտի ներկայացուցիչների մոտեցումները եւ նույնիսկ սպանություն կատարած մարդկանց արդարացնելը նրանց պահանջը դա է, այնպես որ ես պիտի ասեմ, որ քանի որ կարծում եմ էլի պիտի խոսք գնա քաղաքական հարթակներում նրանց գործունեության մասին, ես պիտի ասեմ, որ շատ ճիշտ մոտեցում է իրավապահ մարմինների եւ իրավասու մարմինների կողմից, որովհետեւ նման կերպ կեղտոտել, մխտրել եւ նման կերպ այլանդակել քաղաքական համակարգը, այն էլ հատկապես համապետական ընտրությունների ժամանակ, բացի դրանից էլ նաեւ որ ընտրություններ նկատի ունեք։ Ես նկատի ունեմ 21-26 թվականի ազգային ժողովի ընտրությունները։ Ովքեր են, այսինքն ըստ ձեզ կներեք այդ բառը նորից մեջ բերեմ, ինչպես դուք ասացիք, կեղտոտել, մխտրել ընտրությունները։ Ուրեմն ես ձեզ մի անգամ կարծեմ ասել եմ, որ այդ 3 քաղաքական, հանրային քաղաքական միավորները, ես դրանց թույլ տվեք չասեմ կուսակցություններ, որովհետև կուսակցությունների ինքը կուսակցությունների բուն ստանդարտը, չափանիշը, դրանց կուսակցություն անվանելով, ուրեմն դառնում է դա կուսակցությունների չափանիշը եւ որակական ըմբռնումը ժողովրդի կողմից դառնում է շատ ցածր, 0-ի է հավասարվում։ Խոսքս վերաբերում է Հայաստան դաշինքին, խոսքս վերաբերվում է Ուժեղ Հայաստան հանրային քաղաքական միավորին եւ խոսքս վերաբերում է Բարգավաճ Հայաստան դաշինքին։ Դա դաշինք է, այլ բան է, որ իրավապահ մարմինները եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի լիազորված անձինք գրանցել են նրանց, չեն մերժել եւ չեն դուրս նետել ընտրական գործընթացներից, քանի որ նրանք մասնակցել են մի քանի կուսակցություններով, նրանց առաջին դեմքերով, մինչև 10-րդը, 20-րդը եւ այլը, պարզապես դաշինք չեն անվանել հստակ երկյուղած լինելով, որ չեն հաղթահարելու դաշինքներին ներկայացող կենտրոնական ընտրական հանձնաժողովի
կողմից սահմանված նորմերը, չափորոշիչները եւ deadline-ը։ Պարոն Սաֆարյան, այդ դեպքում տեսեք կա նաև մեկ այլ այսպես կոչված ընդդիմադիր հատված, որոնք իրենց անվանում են ավելի արևմտամետ քաղաքական հայացքներ ունեցողներ։ Արամ Սարգսյան, Արման Բաբաջանյան, Լևոն Շիրինյան, այ խնդիրը ո՞րն էր, որ այդ դաշտում էլ չեղավ համագործակցություն, շատ հաճախ մեկը մյուսին է մեղադրում, բայց այնտեղ էլ չեղավ այդ առողջ համագործակցությունը։ Տեսեք Նիկոլայ ջան, իմ խորին հարգանքը այդ մարդկանց, նաև հատկապես ձեր հանդեպ, ես պիտի ասեմ, խնդիրը նաև մարդկանց արժեհամակարգային բնութագրման մեջ է, կուզենամ այսքանով սահմանափակվենք, արևմտյան արժեքները ինքնին շատ բովանդակալից եւ վեհ արժեքներ են, լավ արժեքներ են հայկական ավանդական արժեքները, վատ արժեքներ չեն, ինչու՞ չէ նաև ռուսական ազգային արժեքները, խոսքս չի վերաբերում շովինիստական, ծայրահեղ կասերապաշտական մոտեցումներին, դուք լավ գիտեք, ես ինչը նկատի ունեմ ռուս ժողովրդի, եւ ասել, որ ինչու համար այդպես չեղավ, իրենք պետք է եւ Գյումրի տեղական ինքնակառավարման մարմինների Գյումրի ուրեմն խոշորացված համայնքի եւ հատկապես Վաղաշապատ խոշորացված համայնքի ընտրություններից պիտի մեծ դաս առած լինեն։ Ինչպես են ասում, որ անընդհատ հալվա ասելով բերանը չի քաղցրանում։ Ահա սա է, որ խնդիրը ավելի շատ արժեհամակարգային ըմբռնումների եւ նաեւ ուրեմն քաղաքական դաշտում գործունեությանն է վերաբերվում, տրայեկտորիա է, հետագծին է վերաբերվում, որովհետեւ այդ մարդկան գործունեության ֆիդբեքը, անդրադարձը հասարակությունը ընկալում է, բայց տալիս է շատ պիտի ասեմ իրատեսական գնահատական, որը բավականին նվազ է։ Տեսեք, մենք ցանկացած բոլորս էլ կողմնակից ենք արևմտյան շատ լավ արժեքների, պետության հանդեպ, ազատության հիմնարար սկզբունքների, անկախության հանդեպ եւ այլ։ Շատ դեպքերում ես իմ զավակներին էլ ես ասել եմ, ինչքան էլ ես ուզենամ արևմտամետ լինեմ, արևմտյան արժեքների կրող լինեմ, բայց նրանք ավելի շատ են դա կրում, ասենք իրենք վեստերնիստներն են, ավելի նույնիսկ երբ որ խնդիր է լինում մի որևէ անձնական, ասենք քո դստեր կամ ինչ որ հարազատի հետ կիսվելու հետ կապված դու տեսնում ես, որ իրենք չեն հանդուրժում այդ այսպես կոչված ճճացող, աղաղակող անարդարությունը, այդ crying injustice-ը, իրենք չեն հանդուրժում, նույնիսկ հարազատի, նույնիսկ ծնողին չեն հանդուրժում։ Պարոն Սաֆարյան, ներողություն, բայց այս դեպքում եթե մենք անդրադառնանք ընտրություններին, մինչև այս պահը կարծես թե Ռուսաստանի Դաշնությունը չի շնորհավորել։ Ես դրա մեջ, ինչպես ասում են, ոչ մի վատ բան չեմ տեսնում։ Դա հերթական քայլն է Պուտինի, մեղմ ասած, ոչ կառուցողական, միգուցե չեմ երկնչում ասելու սատանայական պահվածքից, որովհետև դա դեռևս չի նշանակում ռուս ժողովրդի կողմից կամ Ռուսաստանի կողմից Հայաստանի հանդեպ դրսևորած վերաբերմունք։ Եվ Պուտինը, եւ Ռուսաստանի քաղաքական շրջանակները, այդ թվում նաեւ հայացին հայատյասները, հանձինս Շահնազարովի կլինի, հանձինս Անդրանիկ Մարգարյանի կլինի, Մարգարիտա Սիմոնյանի կլինի եւ նրանց շեփորները Մարիա Զախարովա եւ այլ, այն դեղատոմսերը, երբ առաջարկում են մեր 5-րդ Չարասյանը, նրանք չեն ասում Հայաստանի Հանրապետություն, այնքան ատելությամբ են լցված, որովհետև ռեալ իրականության գնահատականը, ռեալ իրականության զգացողությունը իրենց մոտ վաղուց կորել է։ Եվ ես պիտի ասեմ, որ ինչու համար է այսպես, որովհետև իրենք չունեն ռեալ մոտեցում, իրենք ամեն ինչ վերաբերվում են մեր ժողովրդին, որպես թնդանոթի մսի, ինչպես եղել է 100-ամյակներ շարունակ, մեծ եւ փոքր եղբոր հարաբերություն, մեր տարածքները Հայաստանի տարածքների հաշվին ուրիշներին, մեր ողերիմ հարևաններին լավություն անելը փորձ այսպիսով ունենալով փորձի նախորդ փորձը հաշվի առնելով ապահովեն իրենց քամբեկը հարավային Կովկասում ազդեցությունը պահպանելու ուղղությամբ։ Դա չի լինելու։ Դե ընդհանրենք Պուտինը ասում է հայ ժողովուրդը դիմում է հայ ժողովուրդ, լավ, վարչապետը ոչ լոլիկ է ցանում, ոչ ծիրան է աճեցնում, ոչ չգիտեմ կոնյակ է արտադրում, ոչ օղի ու գինի է արտադրում, լավ,
լավը չի մեր վարչապետը ըստ ձեզ, որ դա ձեր իրավունքը չի։ Ուրեմն մեր ժողովրդի արտադրածը մի փչացրեք։ Մեր ժողովրդի արտադրածի հանդեպ բեռնարկելքնիկ մի կիրառեք, բաժամիջոցներ մի կիրառեք։ Մեր ժողովրդին վերաբերվեք այնց, այնպես, ինչպես որ մեր ժողովուրդը վերաբերվել է ձեզ մի քանի 100 տարի շարունակ բոլոր պատերազմների ժամանակ եւ հատկապես ճակատագրական օրհասական օրերին։ Երեք մի տեսանյութ տեսա, որ ձկնաբույծներն են բողոքում, որ բավական մեծ քանակությամբ ձուկ է հետ բերվել Հայաստան։ Ուրեմն այսն են այս սպառնալիքները, սրանք տնտեսական սահմանափակումներով, բեռնարկելքներով կամ ասենք տնտեսական պատժամիջոցներով փորձել ազդել ժողովրդի քաղաքական կողմնորոշման կամ արտահայտության կամ հանուն անկախ պետականության պահպանման եւ զարգացման հետագա հզորացման ուղին բռնած ժողովրդի եւ հանրապետության հանդեպ ես սա համարում եմ անթույլատրելի։ Մեր ժողովուրդը սա հստակ գիտակցում է։ Կարծեմ երկու շաբաթ առաջ այստեղ էր Եվրոմիության բարձր հանձնակատար Մարտակոսը, մինչև այդ Մարտակոսը, այնուհետև Ուրսուլա ֆոն դեր Լայենը եւ այն պայմանավորվածությունները, որ ձեռք է բերվել, բացի դրանից շուտով նկատունեք հայկական ապրանքների արտահանումը դեպի Եվրամիության արտահանման, սուբսիդավորման, ուրեմն դեբիտորական բավականին գումարների մարման, մի օրենսդրական դաշտում դեպի ուրեմն եվրոպական Եվրամիության չափորոշիչներին համապատասխան օրենսդրությունը փոփոխելու, ապրանքների սերտիֆիկացման եւ որակի ուղղությամբ չխորանանք շատ, բայց ես պիտի ասեմ նաեւ որոշակի առումով վերջին մեկ ամսվա ընթացքում արտահանման ծավալների որոշակի աճը դեպի Միջին Ասիա, դեպի եվրոպական հարավային Եվրոպայի երկրներ եւ այլն, սա թույլ է տալիս ասելու, որ հեռանկարում մենք կունենանք լավագույն ձեռքբերումները։ Ես ձեզ վստահաբար ասում եմ, Ռուսաստանի Դաշնությունը ափսոսելու է եւ ծնկաչոք է խնդրելու, որպեսզի հայկական ապրանքները ներկրվեն Ռուսաստան անսահմանափակ եւ անխոչնդոտ կերպով։ Ինչու եք այդպես վստահ, որ Ռուսաստանը ծնկաչոք պետք է խնդրի, որ այսօր գտնում է մի մեծ տնտեսական կոլապսի մեջ իր քաղաքական բոլոր ժամանակների չարագույժ կառավարողների գործունեության հետևանքով, դե պատկերացրեք, արտաքին գործոս նախարար Լավրովը իր երրորդ սերունդն է իր տոհմի մեջ, որ զբաղվում են բանով, դիվանագիտական գործունեությամբ, այլևս չեմ խոսում շատ-շատերի մասին, պաշտպանական ոլորտի մասին, ձախողումների հետևից, ֆիասկոյի հետևից։ Այս ամենը թույլ է տալիս ասելու, որ մեր ժողովուրդը ընտրել է մի այնպիսի ճանապարհ, դրան գումարած նաև եվրոպական դիտորդական առաքելության քաղաքացիական ոլորտի նոր ուրեմն կազմի ժամանումը Հայաստան, ինչու՞ չի նաև երկրորդ առաքելության ժամանումը, որը գերազանցապես զբաղվելու է պաշտպանական, տնտեսական եւ անվտանգային խնդիրներով, այստեղ հայտարարեց Ուրսուլա ֆոն դեր Լայենը, եւ այս ամենը թույլ է տալիս ասելու, որ այլևս կարելի է ասել ընդդիմությունը եւ ռուսական քաղաքական շրջանակները շահարկելու նենգասպառնալիքով մեզ վերաբերվելու այլևս չեն կարող ինչպես ասում են, նման տրամաբանությունը շարունակել։ Կունենանք մենք երկու փոքր խնդիր, եկեղեցու հետ կապված, այն էլ եկեղեցու չի։ Մի քանի բարձրաստիճան ճակերտավոր հոգեորականների դուք ասում եք կունենանք, դա Ռուսաստանի միջնորդությամբ կունենանք։ Այո, դարձյալ, չէ, մեկ ասում են Սամվել Կարապետյանը ունի գաղտնի պլան, բան, ես դա ասեմ, որ Սամվել Կարապետյանը չի կարող ունենալ գաղտնի պլան։ Դա Ռուսաստանի Դաշնության պլանն է Հայաստանում ունենալ այնպիսի քաղաքական համակարգ եւ քաղաքական ղեկավարությունը, որը լինի իր համար ոնց որ ասենք Ռուսաստանում մի մարզի կամ մի գուբերնիայի ղեկավարություն։ Բայց Սամվել Կարապետյանը լինում է անդիմադիր այս դեպքում, եթե մենք հաշվի առնենք ազգային ժողովի դասավորվածությունը։ Ես պիտի ասեմ, որ շատ շուտով չի բացառում, որ տեղի ունենա նաեւ այլ երևույթներ, ինչպես ասում են շաբաթ-ուրբաթի շուտ գա, մի քիչ մի տերմին կա ազգային ժողովում, կարծեմ քաղաքագետներից մեկն է ասել, ազգային ժողովում շուտով մեզ զբաղվելու են անասնագողությամբ։ Եվ կարծում եմ շատ շուտով այդ ուժը, որը իշխանությանը, որը մանդատներ է ձեռք բերել հիմնական գերազանցապես կամ այդ գործընթացի մեջ է կաշառքով, շանտաժով,
շահեկան, շահամոլ խոստումներով եւ այլը նրա ապագան արդեն երևում է, որ ինչպես ասում են, թունելի վերջում նրանց լույսի չի երևում։ Շատ մշուշոտ է, խավար է լինելու եւ ես պիտի ասեմ, իմ խորին ցանկությունը այն է, որ եթե Հայաստանի Հանրապետությունում չլինեն սոցիալական ցնցումներ, իրադարձություններ, փակուղային իրավիճակ իհարկե երբեք չի կարող լինել, հանրապետության կառավարությունը վստահ համարձակություն է ունենալու 1 տարի հետո, թե 1.5 տարի հետո գնա համապետական ընտրությունների եւ այդ ժամանակ ես վստահ կարող եմ ասել, որ իշխող քաղաքական ուժը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ունենալու է նվազագույն 70% առավելություն։ Այս արշավանքը կեղտոտ ճանապարհներով Հայաստանում փորձ արվեց այս արշավանքի հետևանքով դիմադիր ուժերի, որոնք խորհրդարանում։ Տեսեք, բայց դիմադիր ասել ես չեմ որ 1.5 տարի հետո պետք է գնալ նոր ընտրությունների, եթե գնան նոր ընտրությունների, ամբողջովին կմաքրվի այս լեյբլը, այս բրենդը։ Բայց ինչով եք վստահ, ինչի պետք է գնալ նորից նոր ընտրությունների, նախ ինչու՞։ Օրինակ ես ինքս որպես Հայաստանի Հանրապետության լիիրավ եւ լիարժեք քաղաքացի, ես չեմ ուզենա, որ այնտեղ ընդունվեն օրենքներ կաշառքով այնտեղ հայտնված մարդկանց ձեռամբ։ Բայց կարող է լինել որ առանց կաշառքի ընտրել է այդ ուժերից որևէ մեկին։ Այս ճանապարհով հանցագործությունը օրինականացում է։ Ինչպես կարող է կաշառքով ինչ որ մեկը ընտրվել է առանց կաշառքի կարող ընտրվել։ Ես տեսնկատում եմ, հա, կարող է ինչ որ մեկը ենթադրենք X մարդը Բաքրատը ընտրել է որևէ ընդդիմադիր ուժի առանց կաշառքի։ Տեսեք, մի քանի օր առաջ տեսնում եմ Հայ Հեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչ Արմեն Ռոստամյանը, որին մի գրեթե 3.5 տասնամյակ ճանաչում եմ, ասում է մեր նպատակը նա է հայի ինքնություն պահելն է։ Տեսեք, այդ մարդկանց կենսակերպը, մտածելակերպը, մենթալիտետը սա է։ Հայի ինքնություն պահել նշանակում է լինել Ռուսաստանի ճորտը եւ ստրուկը։ Այսինքն, եթե մենք մեր հարևանների հետ հարաբերվում ենք իրավահավասար, առանց միջնորդների, մերժում ենք 3+3 ձևաչափը, դա նշանակում է, որ մենք հայ ինքնությունը չենք հասկանում։ Հիմա եթե իրենք ասում են ծովից ծով Հայաստան, Նիկոլ Փաշինյանը ավելի հրապարակային հռետոր է, եւ նա կարող է ասել ոչ միայն ծովից ծով, այլ Հունաստանից մինչեւ, չգիտեմ, Կասպից ծովներ ներառյալ։ Այդպես չի, մենք իրատեսական առումով, մենք նաև պատմությունից դասեր առնենք, այսինքն մի կուսակցության ներկայացուցիչ է խոսում, որ ուղիղ 3 տասնամյակ այդ կուսակցությունը Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի համար եղել է կրավորական ուժ, եղել է ուրեմն կրավորական ուժ, ասացի։ Ինչ նկատի ունեք, եղել է կրավորական ուժ։ Այսինքն եղել է սպասարկել են նրա բոլոր չար ծրագրերը։ Ես առհասարակ ասեմ Ռուսաստանի մոտեցումը ընդամենը 2 նախադասությամբ։ Միջազգային տերմինաբանության դիվանագիտության մեջ կա մի տերմին, որը կոչվում է rough state։ Սրանք չարագույժ եւ չար ուրեմն գործեր բերող կամ նրանցից չարի հոտ փչող երկրներն են, որոնց մեջ Ռուսաստանն է, որոնց մեջ Թուրքիան է, որոնց մեջ հարավային հյուսիսային Կորեան եւ այլ։ Եվ Ռուսաստանը մեզ վերաբերում է որպես անջատվող պետության։ Չէ, breakaway republic, այսպես դարձյալ այս տերմինը այսպես ասենք։ Այսինքն մենք պետություն ենք, այդ ինչպես եղավ, որ Ալիևը մի քանի օր առաջ Շոշոյում տեղի ունեցած մեդիա ֆորումի 4-րդ գագաթաժողովին ասեց, որ ես կողմ եմ Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, զորքերը պիտի դուրս գան Ուկրաինայի տարածքից, խոսեց տարբեր հարթակներում Ուկրաինայի աջակցության մասին եւ այլն։ Այդ ինչպես եղավ, որ մի քանի օր առաջ, մի 10 օր առաջ կարծեմ, Միջինասիական հանրապետություններից մեկի կոնկրետ տվյալ պահին նախագահը Տոկաևը Եվրամիության հետ կնքեց ավելի քան 10 միլիարդ եվրոյին համարժեք պայմանագրեր։ Դե ռուսները թող իրենց ձայնը բարձրացնեն։ Այսինքն դուք կարծում եք մեր զարգացման համար 30 տարի խոչընդոտ են հանդիսացել հենց դաշնակները, դաշնակցականները։ Ոչ միայն 30 տարի, այլ ես հա, դաշնակների պահը առնվա, դե նրանք եղել են միշտ ասենք պոզիտիվ կրավորական կեցվածքով, պարզ է, դաշնակների մասին չեմ ուզում այլևս շարունակեմ, հիմա ես ընդամենը կընդհանրացնեմ մի բան կասեմ, այս 3 ուժերին ես համեմատում եմ ուրեմն մոտավորապես այսպես, որ այսպես ասեմ, քաղաքական հանգուցյալների մասին շատ չեմ ուզում խոսել, նրանց ղեկավարները
հատկապես Հայաստան դաշինքի ղեկավարները, նրանք համարվում են քաղաքական դիակներ։ Նրանք անելիք չունեն։ Նրանք դեռևս չգիտեն, որ իրենց գնացքը, իրենց ժամանակը վաղուց է անցել։ Պիտանելիության ժամկետը վաղուց է անցել, անընդհատ խոսելով չի կարելի։ Անկեղծորեն ասում եմ, այս քաղաքական դաշտ կոչվածը, որ անընդհատ լղոզվում է, անընդհատ շանտաժներ, անընդհատ բողոքներ, անընդհատ ցույցեր, այսինքն կաշառակեր նախարար են ձեր բակալում, ասում են քաղաքական է։ Կրկին ու կրկին պաշտոնապես հայտարարում եմ, Հայաստանում խաղ բանտարկյալ գոյություն չունի։ Եթե այսպես կոչված ընդդիմության չափորոշիչով ասում են խաղ բանտարկյալներ կան, ապա նույն չափորոշիչով ես ասում եմ, խաղ բանտարկյալ է նաև ուրեմն Գագիկ Խաչատրյանը, խաղ բանտարկյալ է նաև Աղվան Հովսեփյանը, խաղ բանտարկել են նաև Երևանի քաղաքապետները, որոնք մայթեր վաճառելով միայն ունեն մի քանի միլիարդ դրամի ունեցվածք եւ այսպես շարունակ խաղ բանտարկել են նաեւ այլ գեներալիտետը ամենացավոտ հարցերի մասին խոսեմ 1 րոպե ընդհանրապես 1 րոպե Արցախի հետ կապված երբ որ ասում են Արցախայերի վերադարձը սեպտեմբերի 23-ից առաջ էլ 23 թվականին կար այն հնարավորությունը որ արցախցիները կարող էին այնտեղ մնալ ունենալ Ադրբեջանի քաղաքացիություն եւ ասենք այնտեղ հանգիստ ապրել սակայն ունենալով բանակ մենք գիտենք բոլորս ինչ կատարվեց 44 օրյա պատերազմի մեջ էլ մեղադրելով օրվա կառավարությանը որը 5 անգամ ավելի շատ գումարներ ֆինանսներ եւ զորք է ուղարկել Արցախ քան նախորդ բոլոր իշխանությունների միասին վերցրած բավական է ասել որ մենք Կարմիր շուկայի մատուցներում եւ որ թշնամին անարգել շարժում էր դեպի Շուշի ընտրել էր Շուշիի ճանապարհը բավական էր այնտեղ մենք ունենայինք 4 հուսալի գումարտակ մարտունակ ես խոսել եմ Ազատազենի տղաների հետ վերջացնում ենք այո մենք ունեցել ենք ռազմաքաղաքական մեծ վրիպումներ ռազմաքաղաքական մենեջմենտի առումով եւ գիտեք ինչ վերաբերում է այդպես մեծ հորժորջողներին նաեւ Արցախի թեման շահարկելու հետ սեպտեմբերի 26-ից ուղիղ 3 օր անց հադրութը դատարկվել էր այսօր հադրութեցիներ կան մեծ թղլար գյուղից բան եւ այլը ՄԱԿ-ի արչեւ Եվրամիության արչեւ միտինգներ են անում բայց առաջին ճողոպրողները նրանք են եղել թող ես դրա համար եմ ասում ես ունենալու եմ ձեզ ասել եմ մի անգամ իմ ուրույն հետաքննությունը 44 օրյա պատերազմի հետ կապված երբ որ նույնիսկ մեր երկրի նախորդ ղեկավարները ժամանել են Ղարաբաղ եւ պայքարել են նրա համար որ Ղարաբաղի եւ Հայաստանի բանակները պարտություն կրեն վերջին անգամ վերջին նախադասությամբ ասում եմ տրիպի հետ կապված Եվրամիության առաջիկա ծրագրերի հետ կապված եւ Հայաստանի Հանրապետության մասին մենք առաջիկա դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականության եւ մեր բանակի պաշտպանողականության ու մարտունակության հետագա բարձրացման ու բարելավման ուղղությամբ ասում եմ որ պատերազմը հիմա պաշտոնապես հայտարարում եմ տարածաշրջանում իսպար բացակայում է եւ խաղաղության հաստատումը եւ անվտանգային նոր համակարգերի ներդրում ինչպես նաև 3 հանրապետությունների տարածաշրջանային պետությունների միջև ինտեգրացիոն գործընթացների խորացումը մոտալուտ է եւ օրերի խնդիր է հիշեցնեմ իմ հյուրը պաշտպան Հայրենյաց ազգային մշակութային հիմնադրամի նախագահ պատմաբան Գագիկ Սաֆարյանն է շնորհակալություն ուշադրության համար հաջողություն